Հլա մի հատ ուժեղ Հայաստան կառուցողներից մասին մի փուճուր պատմեմ, լսեք ժողովուրդ ջան։ Ուրեմն 10 տարի Հայաստանի էլեկտրական ցանցերը կառավարողը հլա ինչեր է արել, քանի հատ ենթակայան է կառուցվել։ Արա Ստալինի թվի կայաններ, Բրեժնևի թվի կայաններ, Խրուշչովի թվի կայաններ, ժամանակայինով մի քիչ ներող եղեք, այնտեղ Ստալինից թրասրազու Բրեժնև, բայց դե sorry։ Բախբոր տղեն ասմա բանա, ինչեր ասեմ ինտերնետի լարերա, լուրջ ես ասում ինտերնետի լարերա, ձեր տան ինտերնետի լարերը այդ ձև, Լա դուք նայեք, ես ինչ ուժեղ Հայաստան է կառուցում, 10 տարվա մեջ, լավ մտքով չանցավ, լավ 2 հատ ենթակայան փոխեիր, 2 հատ մեծն բարելաշ, հեն փոխեիր, քո վերահսկողության տակ ա եղել, բա որ բաժար ընկներ, սա հանրապետությունը կատվածահարել էր, ինչ էիր անելու այն ժամանակ, դե այն վաղ դու հանգիստ էիր, որովհետև Սերժ Սարգսյանը նախագահն էր, աղբերդ էլ իր աշխատակազմի ղեկավարն էր, քեզ ինչ տեին անի, շատ մի հատ կանչեին ասեին, ես ինչա, վելասերիեսիմու վсё գնար բրցներ։ Իսկ հիմա էլեկտրոցանցը երբ որ ամբողջությամբ կպետականացվի, դուք իրավունք չունեք ու առհասարակ սիրելի հայրենակիցներ, իրավունք չունի ռազմավարական նշանակություն ունեցող որևէ հանգույց գտնվել որևէ օտարերկրյա գործակալի վերահսկողության տակ։ Հիմա էլ էս բիզնես օլիգարխը ցանկանում է բերել իշխանության Ռոբերտ Քոչարյանին։ Սրա կուսակցությունը իրան չի դնելու վարչապետի թեկնածու։ Սահմանադրությունը ժողովուրդ ջան արգելում է, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, այսինքն դե ֆակտո ու դե յուրե իրանց վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է ու բոլոր ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Սրանց մի ձայն տալը հավասարազոր է ժողովուրդ ջան քանդել այս պետությունը։ Իրանց քաղցր-մաղցր խոսքերին մի հավատացեք, իրանց այդ բարի-մարի խոսքերին, բարի-մարի այդ հայացքներին մի հավատացեք, որովհետև խոսելով չեն կառուցում պետություն, նրանք 30 տարի բուռն զրուցել ու թալանել են, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի հետ կառուցում է պետություն, մենք ֆակտ դա տեսնում ենք։ Ինչևէ սիրելի հայրենակիցներ ջան, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ վարչապետ։